Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ։ Իչևից Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, չի ունեցել։ Տնտեսական առումով։ Ոչ, այդ թվում քաղաքական առումով։ Ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ։ Չեխիայում բնակվող տնտեսագետ քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի կարծիքով Ռուսաստանը հասկանում է, որ նույնիսկ այդ տնտեսական մահակը, ինչպես իրենք պատկերացնում են, իրենց ձեռքից գնում է եւ դրանով է պայմանավորված, որ Վլադիմիր Պուտինը հենց հիմա է պահանջում այդ հանրաքվեն անցկացնել եւ որոշել մնում ենք Ռուսաստանի հետ, թե գնում ենք Եվրամիություն։ Որ մենք մտածում ենք նրա մասին, որ կարող է պատահի ապագայում մենք մտնենք Եվրոմիություն եւ մեր ժողովրդի հետ ինչ որ քննարկումներ ենք անում այդ թեմայով։ Միայն այդ պատճառով ինքը արդեն պատրաստ է ինչ որ ճնշումներ գործադրի, ինչ որ էմբարգոներ։ Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, որ ասում են, թե Եվրամիությունը դեռ պատրաստ չի, որ ապրանքներ ընդունի Հայաստանից, Բագրատ Առաքելյանն ասաց, որ դա ծիծաղելի է։ Եթե մենք հիմա ճիշտ քայլեր ձեռնարկենք, ապա Եվրամիության կողմից տրված է ֆանտաստիկ հնարավորություն, քանի որ Եվրամիությունը շահագրգռված է, որ Հայաստանը Եվրոպամետ լինի եւ կարողանան դաշինք ունենալ եւ Հայաստանի հետ բազմաթիվ տնտեսական ծրագրեր իրականացնել։ Վարչապետն այսօր նաեւ հիշեցրել էր Բելարուսի նախագահի մի հայտարարությունը, թե ում է պետք Հայաստանը։ Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում ենք պետք։ Հարգարժան գործընկերը Բելարուսի նախագահը փնտրում եւ չէր գտնում այդ հարցի պատասխանը։ Հիմա մենք ի ցույց ենք դնում այդ հարցի պատասխանը։ Հայաստանի Հանրապետությունը պետքա Չինաստանին, Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ այդ բոլոր գործընկերներն էլ Հայաստանի Հանրապետությանն են պետք։ Բագրատ Առաքելյանն այս առնչությամբ ասաց, որ Բելարուսի նախագահը նախկինում կոլխոզի նախագահ է եղել եւ այդ մտածելակերպը նրա մոտ մնացել է եւ այդ մարդը որևէ ինտելեկտուալ պրոգրես չի ապրել այնպես, ինչպես որ ինտելեկտուալ պրոգրես չեն ապրել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Խոսելով նաեւ ընդդիմության մասին, որոնք ոչ մի կերպ չեն հաշտվում այն մտքի հետ, որ Հայաստանը մի օր կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ գնալ դեպի Եվրամիություն, եւ շատերը կարծում են, որ իրենք հենց այդ օրակարգով են գալու ազգային ժողով, Բագրատ Առաքելյանն ասաց. Իրենք այստեղ սխալվեցին այն բանի վերաբերյալ, որ իրենք կարող են, որ Հայաստանի ժողովուրդը կարող է իրանց սատարել եւ իրենք մեծամասնություն եւ իրենք կարող են իշխանության գալ, այդ նույն ձևով իրենք հիմա էլ են շփոթվում։ Իրանք սխալվում են այն թեզի վերաբերյալ, որ հիմա նույնիսկ եթե անցկացնեն այդ հանրաքվեն, որը որ հիմա մենք դրա պահանջը չունենք պարզապես, բայց այնուամենայնիվ կարծում են, որ այսօր իրենք դեռ կարողանան Հայաստանի ժողովրդին համոզել, որ գիտեք ինչ, առանց Ռուսաստան ձեզ թուրքերը կուտեն, որ Եվրոպան ձեզ տեր չի կանգնելու, որ դուք ոչ մեկին պետք չեք, ձեր ապրանքներն փթելու են ձեր մոտ, ոչ մեկ ոչ մի բան չի առնելու, դուք էլ սովից մեռնելու եք։ Այդ է իրանց մտածելակերպը։ Բագրատ Առաքելյանի խոսքով ընդդիմությունը շատ սթափ գիտակցում է, որ երբ մենք Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների մեջ մտնենք եւ առաջին շահույթները հենց ստանանք, ոչ մի հանրաքվեի եւ ոչ մի հնարավորության մասին այլևս խոսք չի էլ կարող գնալ, որ մենք Ռուսաստանի հետ մնանք, քանի որ Հայաստանի ժողովուրդը կտեսնի, թե ինչ տնտեսական ու քաղաքական օգուտներ կստանանք, ինչ անվտանգային հնարավորություններ կստանանք Եվրամիության հետ համագործակցելուց։ Ի հավելումն Բագրատ Առաքելյանն ասաց, որ ներկայիս այսպես կոչված ընդդիմությունը Հայաստանը չի ներկայացնում։ Նրանք Ռուսաստանը ներկայացնող ուժեր են, որոնք քվեներ են ստացել եւ մանդատները սիրով վերցրեցին, որպեսզի գան ազգային ժողովի աշխատանքը փորձեն տապալել, ինչը չի ստացվի։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։